լույսն ու իմ փրկությունը։ Ումից պիտի վախենամ։ Տերն է իմ կյանքի ամրոցը։ Ումից պիտի սարսափեմ։ Ես տեսել եմ Արցախի անկումը։ Ինձ կտրել են իմ արմատներից։ Ինձ փորձել են լռեցնել։ Ինձ փորձել են վախեցնել։ Մոռանալով, որ անհնար է վախեցնել մեկին, ում Տերը միայն ու միայն Աստվածն է։ Ես նախ եւ առաջ այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այստեղ հավաքված, հատ բոլորիդ։ Մենք ձեզ հետ անցել ենք դժվար ուղի, բայց նաեւ այնքան գեղեցիկ, եւ այս ճամփորդությունը ունենալու է նաեւ գեղեցիկ ավարտ։ Բայց հիմա ես ուզում եմ դիմել հեռուստացույցից այսօր մեզ նայողներին, հեռվում իր ընկերների հետ հեռախոսի մեջ մեզ նայողներին։ Գուցե ես եւ դու տարբեր տեղերում ենք ծնվել, տարբեր կյանքով ենք ապրել, ունենք տարբեր կարծիքներ, բայց ես եւ դու թշնամի չենք, ես եւ դու հարազատ ենք, ես դիմում եմ քեզ, իմ արյունակից, իմ բախտակից ընկեր, մենք մի նավի մեջ ենք, որը կոչվում է Հայաստան։ Գուցե այսօր դու կաշկանդված ես, գուցե այսօր դու վախենում ես կորցնել աշխատանք, գուցե այսօր դու վախենում ես, որ քո թոշակը կիջնի, գուցե այսօր դու վախենում ես շատ այլ բաներից, բայց ես քեզ ասում եմ, ես քո կողքին եմ, մենք քո կողքին ենք, եւ մենք միասին հաղթելու ենք։ Մենք Սարդարապատից մինչև Արցախ հաղթանակած սերունդների ժառանգներն ենք, նրանց գենն է մեր մեջ, մենք դա չենք մոռանալու եւ մենք հաղթելու ենք։ Քաջությունը վախ չունենալը չէ, քաջությունը վախը հաղթահարելն է։ Մեր զինվորները երբեք չեն եղել վախը չիմացող մարդիկ, նրանք եղել են մարդիկ, ովքեր հաղթել են վախը։ Եվ այդ վախը հաղթահարած տղաները այսօր եռաբլուրում են, որտեղ քամուց ծածանվող եռագույնի տակ, երբ մենք նայում ենք նրանց նկարներին, կարծես ասում են, այդ ինչ եք անում, իսկ մենք ասում ենք, որ մենք շարունակելու ենք գործը եւ մենք հաղթելու ենք։ Այսօր քեզանից, իմ սիրելի ընկեր, պահանջվում է ընդամենը հաղթել քո ներքին վախը եւ գնալ ընտրության, որ 300,000 ադրբեջանցիներ չգան, գնալ ընտրության, որ մեր երեխաները չմեծանան ադրբեջանցիների հետ, գնալ ընտրության, որ հայ պաշտոնյան, հայ մոր ցավը չհամեմատի ադրբեջանցու հետ։ Ոչ թե բռնաճնշումների բեռը, այլ ձեր երեխաների ապագան։ Այս շրջանում եղել ենք Հայաստանի բոլոր անկյուններում, շփվել եմ հազարավոր մարդկանց հետ։
Եվ ես դիմում եմ այն կնոջը, ով Երևանում կվարտալում էր կարծեմ, իր փոքրիկ երեխաների հետ կանգնած, ասում էր ինձ, որ չի գնալու ընտրության, որովհետև վախենում է, որ նորից սխալվելու է, ինչպես եղել է 2018-ին։ Ես դիմում եմ էջմիածնում իր սեփական տան դիմաց պապիկին, ով ասում էր, որ չի գնալու ընտրության, որովհետև վախենում է, որ իր թոշակը կարող է իջնել։ Ես դիմում եմ Գորիսում իր սեփական փոքրիկ խանութում աշխատող կնոջը, ով որ ասում էր, որ պատերազմի ժամանակ կորցրել է իր զավակին եւ ասում է, որ վախենում է, որ նորից պատերազմ կլինի։ Դուք եթե տեսնում եք ինձ հիմա, կճանաչեք, կհիշեք, ինչքան ենք մենք երկար խոսել, բանավիճել, բայց հետո գրկել իրար եւ լացել միասին։ Ես հիմա էլ գրկում եմ ձեզ։ Եթե այսօր դուք ինձանից հարցնեք, թե ես ինչից եմ վախենում, ես կասեմ միայն մեկ բանից։ Ինչպես եւ բոլոր արցախցիները, ես Արցախի դրոշ։ Ինչպես որ բոլոր արցախցիները, ես վախենում եմ մեռնեմ առանց Արցախը տեսնելու։ Մեռնեմ առանց իմ հոր գերեզմանը գնալու։ Ամեն օր ես արթնանում եմ ցավը իմ սրտում։ Ամեն օր ես արթնանում եմ աշխարհից նեղացած։ Բայց եւ հաղթահարում եմ այդ ցավը հանուն Հայաստանի, հանուն իմ երեխաների ապագայի եւ ձեզ հետ միասին մենք հաղթելու ենք։ Ես